Բարև Ֆակտոր TV-ի հյուրը ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն է, բարև ձեզ Վարդանյան։ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է 28 պատգամավորի ստորագրություն տալ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի համար, կա բայց նման գործընթաց նախաձեռնողները պետք է կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, այսինքն գնդակը նետում եք ՀՀԿ-ի դաշտում։ Հասկացանք, ինչպես նաև կարողություններ ժողովրդական անհրաժեշտ զանգված հանել փողոցներ եւ հասնել իմպիչմենտին, սա արթունենք նախաձեռնությաններ, չէ՞, պատասխան։ Ինչու է եկել այս մտքին։ Պատասխաներ նախաձեռնությանը անկեղծ չգիտեմ որքանով կապ ունեն ՀՀԿ կուսակցության հետ, մի քիչ բան է առաջանում։ Ու ստորագրությունը, որ ասել եք, երևի նրանց նկատի ունեիք։ Մեր խնդիրը որն է, որ քաղաքացիների, մտահոգ քաղաքացիների, փոփոխություն ուզող քաղաքացիների մի զանգված կա, թիվը չեմ կարողանա ասել, բայց ովքեր պատկերացնում են, որ խորհրդարանական ընդդիմությունը երկու ֆրակցիային է վերաբերում, ունեն բավարար ձայներ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու եւ հաջողելու համար 36 որպեսզի քննարկվի ԱԺ-ում 54 հաջողելու համար, բայց չեն անում։ Այդպիսի տպավորություն ինչ որ խմբի մոտ ամեն դեպքում ստեղծվել է։ Այս հայտարարությունով մեր հիմնական նպատակը շեշտելն էր, որ մենք այդ բավարար ձայները չենք ունեցել, երբեք չենք ունեցել։ Մենք ունենք 28 ձայն ընդամենը։ Խորհրդարանական մյուս խմբակցությունը ընդդիմադիր ունի 6 ձայն, երկուս իրար հետ 34 ձայն է։ Դեռևս 2 ձայն էլ անհրաժեշտ է ընդամենը խորհրդարանում process-ը քննարկելու համար։ Իշխան Զաքարյանը եւ Գեգամ Նազարյանը, ովքեր խմբակցությունից դուրս են յուրաքանչյուր։ Դե ինչ որ պատճառով են, չէ, դուրս եկել։ Եթե խմբակցության տեսակետները կիսող լինեին, կարծում եմ խմբակցության կազմում կլինեին արդեն։ Հիմա եւս երկու պատգամավոր ՔՊ-ից է դուրս եկել։ Հիմա այս իրավիճակում է, որ մենք նախ ուզում ենք սա ֆիքսել։ Ընդդիմությունը չունի բավարար ձայն գործընթացը ԱԺ-ում քննարկելու համար։ Զուտ ֆորմալ է, այսպես գործընթացը սկսելու։ Զուտ տեխնիկապես, շատ տեխնիկապես չունենք այդ ձայները։ Հիմա եթե կա ինչ որ խումբ ու առանց սազում շեշտադրել, առանց որևէ հեգնանքի եմ ասում։ Եթե կա ինչ որ խումբ մարդիկ, ովքեր տեսնում են այս պակասող ձայները, որտեղից կարող ենք ունենալ 10 րոպեվա հարց է, ինչպես օրինակ Բաքրատ Սրբազանի շարժման ժամանակ անցած տարի, երբ հայտարարվեց բեմից, որ իմպիչմենտն է ճանապարհը, խորհրդարանական խմբակցությունը ընդամենը 10 րոպեում համաձայնություն տվեցին այդ գործընթացը։ Եվ զրոյական արդյունք եկեք։ Որովհետև ձայները չի բավականեցնում, դա ամբողջ այս աբսուրդ է իմպիչմենտի։ Այսինքն դուք մեղադրվում եք նրա մեջ, որ կարող եք հեռացնել Փաշինյանին կամ նման process-ը սկսել, բայց չեք սկսում։ Հա, չունենալով անհրաժեշտ ձայները, այս է մեր խնդիրը։ Հայտարարությունով սա ենք ուզել ֆիքսել, եթե որևէ ուժ կլինի նախաձեռնողները կլինի պակասող ձայները առնվազն ցույց կտան որտեղից է, այս նախադասությունն նրա համար է, որ երբեք խոչընդոտ չենք հանդիսացել Հայաստան խմբակցությունը եւ պատիվ ունեմ նել իդեպ երբեք ինքը չի եղել խոչընդոտը իմպիչմենտի գործընթաց չնախաձեռնելու։ Սա է պատմությունը, կարծում եմ անհրաժեշտություն եղավ այս հայտարարության, որտեղ ինչ որ խումբ մարդկանց մոտ ամեն դեպքում հարցեր կային, կարծում եմ հիմա շատ ավելի հստակ է պատկերը։ Բայց մի տեսակ չի ստացվում խորհրդարանական ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, այսպես ասենք, իր առաքելությունը բարդում է ընդդիմադիր ակտիվիստների վրա։ Դուք պատասխանատվությունից չեք հրաժարվում, գնացեք կարողություններ գեներացրեք, գնացեք ստորագրություն բերեք, դուք չպիտի ԿՊԱ-ականներին ճնշեիք եւ նրանց բերեիք ձեր դաշտ։ Որևէ մեկը ընդդիմադիր խմբակցությունից չի հրաժարվել իր պարտականությունից եւ պատասխանատվությունից ստանձնած Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Իմպիչմենտը այդ գործիքներից մեկն է եւ հիմա ինչ որ խումբ մարդիկ ասում են, որ դա է միակ ճանապարհը, որ տեսնում են։ Եվ ասում եք գնացեք արեք, դուք էլ ասում եք, չէ, դուք արեք։ Չէ, ոչ թե ասում եք դուք, ասում եք մենք մեր ունեցած պատկերով, մեր ունեցած նաև տեղեկություններով, որը որ տեսնում ենք, մենք հիմա հնարավորությունները չենք տեսնում։ Եթե մեզնից դուրս դուք տեսնում եք դա, լավ է, շատ լավ է նախ, էս ֆիքսեք, ցույց տվեք այդ ճանապարհը անենք։ Այս իմպիչմենտը գործիքներից մեկն է։ Հիմա օրինակ ես էլ կարող եմ ասել, որ իսկ գուցե ավելի մյուս տարբերակ էլ կա, չէ՞, գլխավոր դատախազը կարող է ձերբակալել երկրի ղեկավարին։ 20 ԿՊԱ-ականի վրա ճնշում գործադրելու փոխարեն գուցե 1 դատախազի վրա արժի ճնշում գործադրել, բայց իրատեսականությունից պիտի ելնենք։ Ես տեսել եմ ԿՊԱ-ական պատգամավորների վարքը շարժումների ժամանակ եւ տեսել եմ, որ փողոցային ճնշման արկայության դեպքում այդ վարքագիծը փոխվում։ Դրա համար չէ օթից ինչ որ բան ենք հորինել, ասում ենք, որ նախապայմանը իմպիչմենտի, որ կարող է լինել այս իրավիճակում, դա է փողոցային ճնշումը, ոչ թե մենք ուզում ենք, որ 50,000 մարդ լինի հետո կստորագրենք, այլ ԿՊԱ-ական պակասող, հաջողության համար պակասող 20 ձայները, շուրջ 20 ձայների նվազագույնը մենակ այդ ճանապարհով ենք տեսնում։ Արտախորհրդանական ընդդիմադիր ակտիվիստները կարող են ասել, գիտեք, դուք 200,000-ից ավելի ձայն եք ստացել,
դուք պետք է այդ մարդկանց բերեք փողոց, մենք անհատական ճիշտ կասեմ, ճիշտ կարող եմ ասել, մենք այս դրա համար այս տարիների ընթացքում 4 շարժումներ, 4 տարիների ընթացքում 4 շարժումներ կամ նախաձեռնել ենք կամ մատորներից ենք եղել եւ այդտեղ ընդունում ենք այն քննադատությունը, որ այո, մեզ հաջողվել է ճնշում գեներացնել, չի բավարարել այդ ճնշումը օրինակ այդ 20 падգամավորին բերելու համար, եթե քննադատությունը այդտեղ է, ճիշտ են ասում։ Մենք այդ ընդունել ենք առանց այդ մեղադրանքը այս բանին հիշեցնելու, որ այո, մեզ հաջողվել է գեներացնել փողոցում ճնշում, այդ ճնշումը չեն կարողացել այնքան երկարաձգել, որ 20 падգամավոր ԿՊ-ից գա եւ քվեարկի Նիկոլ Փաշինյանին դեմ։ Դրա համար նայեք 18 թվականին այդ հսկայական ճնշումը անգամ բավարար չեղավ, մինչեւ ուղիղ այս մեղադրանք չեմ ասում, փաստն արձանագրում, ՀԿ կուսակցությունը չորոշեց ով ում օգտին է քվեարկում։ Կարծեմ Սերժ Սարգսյանի որոշման բերի։ Այսինքն սա այս պատկերը մենք ասում ենք, թե ում հետ գործ ունենք, հաշվի առնելով այս ամեն ինչը, բայց ելի եմ կրկնում, եթե այլ տեղեկություն ունի որևէ մեկը եւ էլի հեգնանք այստեղ չկա, օրինակ կարող է այլ կապեր կան ԿՊ-ական падգամավորների հետ, կարող է իրավիճակ է փոխվել, որոնցից մենք տեղյակ չենք, որովհետև օրինակ մեզ թշնամաբար են անցալում, այլ որոշ ուժերի ավելի կարող է վստահեն։ Խնդիր չկա այդտեղ, ուղղակի պետք է ցույց տալ, որ այս 8 ձայնը կա, ստանալ մեր 28-ը, process-ը մեկնարկի Եվ եթե այն պակասով 20-ել կա, հաջողի։ Նրանց գրպանը չեք գցում, այսինքն այդ process-ը։ Մեր հաջողության միտված է։ Մենք պատրաստ ենք այդ ճանապարհին էլ, եթե կա ճանապարհը, միասին անցնել։ Խնդիրը այստեղ իսկապես ոնց ենք հաջողության հասնում։ Մեր պատկերացումով դա փողոցային ճնշմամբ կարող է լինել, այդ ոնց ենք անում։ Եթե ինչ-որ տարբերական միշտ պատրաստ ենք եղել հիմա էլ քննարկել։ Իսկ ինչ նկատի ունեք ասելով, անընդունելի է մեզ այդ շանտաժի լեզվով խոսելը, անպատասխան չենք թողնի եւ կասկածներ ունեք, արդյոք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, թե թաքնված է դրա տակ Հայաստան խմբակցության թիրախավորի նպատակ։ Երբ այս պայմանները նշեցի, որ դեպքում կարող է հաջող լինել, հիմա երբ որ այս պայմաններում մի խմբակցությունն է թիրախավորվում, երբ որ падգամավորներին առանձնապես նաեւ տարբեր եւ ուղիղ հեռարձակման եւ այլ վիրավորական արտահայտություններ են հնչում, այստեղ հարց է առաջանում, որն է բուն նպատակը, որը падգամավորների վարկի վրա վատ առումով ազդելը, որոշակի կոնկրետ խմբակցության թիրախավորելը, թե հաջողություն տրամադրվածություն ունենալը։ Այսինքն փորձառում ձեր ընդդիմադիր լինելը կասկածի տակ դնել։ Այդ թվում նաև այդպիսի հայտարարություններ են եղել, այդ թվում նաև նախկինում արած փորձերը, որոնք իրականում ուժերի գերլարումով են արվել եւ որոնք հիմա հանրային այսպիսի տրամադրությունների վրա չէին կարող պարզապես չունենալ ազդեցությունը, հեգնելը, այդ թվում նաև խորհրդարանում իրականացվող աշխատանքը ծաղրելը, այստեղ այդ հարցերն են առաջանում, եթե խորհրդարանում աշխատանքը ծաղրում ենք, միջազգային պատվիրակությունների կազմում աշխատանքը ծաղրում ենք, ոնց ենք պահանջում իմպիչմենտ անել։ Այս ամենը միգուցե դուք էլ մեղք ունեք, որովհետև երբ որ խորհրդարան եք գնում 2021-ին, նշում եք, որ դա խրամատ է, որտեղից պետք է զարգացնեք ձեր հաջողությունը եւ նշաձողը շատ բարձր եւ սպասումներն է շատ բարձր, որ դուք այդ հարթակը օգտագործելու եք իմպիչմենտի, Փաշինյանի հեռացման եւ այլն։ Ես չեմ ժխտում, դուք տարբեր փորձեր արել եք, դրանք անհաջող են անցել։ Միգուցե նրանք ձեզնից չեն ակնկալում աշխատանք խորհրդարանում, Փաշինյանին հարց տալ կամ ինչ-որ օրենքի վրա աշխատել կամ գնալ, ասենք ԵԽԽՎ ելույթ ունենալ եւ այլն։ Նրանք ձեզնից ուրիշ բան են ակնկալում, դուք չեք արդարացնում։ Շատ լավ։ Նախ կարող եմ ես ընդունել, որ իսկապես ակնկալիքները շատ մեծ են եղել։ Այդ չեք սխալվել նման ակնկալիք դնելով։ Չենք, ոչ թե սխալվել ենք ակնկալիք ձևավորելուց, չէ, այդտեղ չի եղել։ Այլ ստացնալով այնքան ձայն, ինչքան որ ստացել ենք, կամ ունենալով այն արդյունքը, մենք կանգնել ենք մի իրավիճակի առաջ, որ լավ, այս պատկերով ինչ կարող ենք անել։ Թե չէ որ ցանկությունը եղել է փոփոխությունը եւ այդ փոփոխությանը միտված են եղել գործողությունները, դա այդպես է։ Ստացել ենք այն պատկերը, ինչ որ ունեցել ենք, եւ կանգնել ենք այդ երկընտրանքի առջեւ, ինչ անել եւ ընտրել ենք, որ եթե մի գործիք ձեռք ենք բերել դրա արդյունքում, մի քիչ մենք չենք կարծել, որ դա ճիշտ է մարտավարական առումով, այդ գործիքից հրաժարվել է, առանց դեռ քո գործիքները սահմանափակեն, ու գործիքը հանրության հետ շփումներում, այսինքն հասկացել ենք, լավ, եթե մեզ հիմա պայմանական 300,000 մարդ է ձայն տվել, կարող ենք արդյոք այս գործիքը օգտագործելով ավելի լայն զանգվածի վրա ազդեցություն ունենալ, ավելի շատ գուցե 10 օրը ընտրաշավի բավական չի եղել բոլոր թերացումները ցույց տալու համար եւ նաեւ դա շարունակական գործընթաց է, չէ՞։ Մենք կանգնել ենք խորհրդարանական ամբիոն օգտագործում ենք, թե չէ, եւ իդեպ ես ուզում եմ սա շատ թույլ տվեք անկեղծ ու բաց ասեմ։ Մենք ունեցել ենք շրջան դիմադրությունից հետո, երբ որ բոյկոտի շրջաններ եւ ընտրել ենք չօգտագործելը, որպեսզի նաեւ այդ ճգնաժամի տպավորությունը ստեղծվի։ Մեր ամբողջ վերլուծությունը եւ արտաքին աշխարհի եւ Հայաստանի քաղաքացիների ճգնումը ցույց են տվել, որ այլ բան է ակնկալիքը քաղաքացիների։ Ես չեմ հանդիպել մարդ, ով ինձ ասում է, ինչու եք այս հարցը բարձրաձայնում։
բարձրացնում։ Ասում են ինչու ես մեկնել, սա էլ չեք բարձրաձայնում։ Այսինքն բոյկոտ չեն սպասում ձեզնից, այլ ավելի ակտիվ աշխատանք եւ իրենց խնդիրները։ Քաղաքացին ուզում է տեսնել, որ իր խնդիրը բարձրաձայնող կա։ Հիմա եւ դա երևի ընդդիմության առաջնային պարտականությունն է այստեղ բան չի եւ երկրորդը միջազգայինների հետ չշփումը մեր։ Տվել է մի արդյունք, որ մենք ձևավորվել է իշխանուգործող իշխանությունները, նա տարբեր ակտորների մոտ կարողացել է ձևավորել մի պատկեր ընդդիմության վերաբերյալ, որը չի համապատասխանում իրականությանը։ Հիմա մենք բազմաթիվ անգամներ այդ պատին բախվել ենք, դրա համար էլ ընտրել ենք։ Պատկեր, օրինակ։ Պատկեր, որ հակաժողովրդավարական ուժեր, ովքեր անկայունություն են ներքին ուզում հրահրել, ենթադրում եմ ռուսամետներ եք, եւ տարբեր աշխարհակահաղական կենտրոնների։ Հիմա այս պատկերը, երբ որ մեր կա մի խումբ, որը մեր նկատմամբ անդադ ձևավորում է։ Հիմա մենք հրաժարվելով եւ մեր ձայնը չբարձրացնելով նպաստում ենք այդ պատկերը, որ չձևավորվի, թե հակառակը եւ երկրորդ ամենակարևոր խնդիրը այստեղ։ Վերջին եթե դուք նայեք ԵԽԽՎ-ի ելույթները տարբեր ԵՀԿ-ի, ստացվում է, որ այն հարցերը, որոնք մենք առաջնահերթ ենք համարել, ազգային հարցերը, անվտանգության, խոսում են միայն ընդդիմության ներկայացուցիչները։ Հիմա սա մեր ավելի լավ է մեր հանրությունը համար, թե ավելի վատ է։ Մենք կարծում ենք, որ ավելի հեռացրեք։ Ես այդ ոչ թե մեղադրանք, այլ պահանջից չենք էլ հրաժարվել։ Մենք կարող են մեղադրել, որ այս ընթացքում եղած գործողությունները իրենց վերջնանպատակին չեն հասել, բայց չեն կարող մեղադրել այդ մեր նպատակից, որ հայտարարել ենք ընտրություններում, դրանից հրաժարվելու համար, որովհետև դա ինչ որ արվում է, գործիքն է, հայտարարությունները, ելույթները, հարցադրումները, որpիսի ավելի շատ մարդկանց մոտ ձևավորենք վստահությունը, իսկ վստահությունը չի ձևավորում, որ երբ որ դա կապիտալիզացնելու կարիք լինի, նկատի ունեմ տարբեր եւ կարող է դա շարժումով լինել եւ այլ գործընթացով այդ ավելի մեծ բանակ ունենաս, որով կկարողանաս քո արժեվ դրած խնդիրը լուծել։ Այս է մեր մոտեցումը եղել։ Իսկ ձեր համբուրած էշին ինչու եք Սերժ Սարգսյանի բակում կանգնեցնում կամ կապում։ Ես դա չեմ մեկնաբանի, չեմ կարծում դա մեզ է վերաբերվում ընդհանրապես։ Ձեզ չի վերաբերվում։ Հա, եւ կարծում եմ, այսինքն Ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի նեղ թիմին էր վերաբերվում, ես ճիշտ հասկացա։ Ես կարծում եմ երրորդ նախագահը ինքն էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնաբանեց այդ հայտարարությունը եւ Հանրապետական կուսակցությունը ունի իր մոտեցումները 18-ին կատարվածի հետ կապված։ Ես կարծում եմ, որ հիմա մեր առաջադրանքը այս իրավիճակ է ստեղծվել։ Կարող ենք այո մոտեցում լինել, գնալ մեղավորների փնտրել, ոչ ոքի չեմ կարող այդտեղ արգելել, ոչ հարցեր տալ, ոչ բան, բայց ո՞նց ենք այս իրավիճակից դուրս գալու։ Որն է մեր հնարավոր ելքերը եւ ինչ կարող ենք անել։ Իմ մոտեցումը ավելի էս երկրորդին է ուղղված, այսինքն ինչ կարող ենք անել։ Չեք կարծում ով է բերել Նիկոլին հարցի պատասխանը ժողովուրդն է մեծ հաշվով, որովհետեւ այն ժամանակ դաշնակցությունն էլ քվեարկեց, հանրապետականի մի մասն էլ քվեարկեցին եւ չէին կարող չքվեարկել, եկեք խոստովանենք, հա, մի քիչ ավելի անկեղծ խոսենք, որովհետեւ Հայաստանում մթնոլորտը դա եւ յուրաքանչյուր քվեարկող չէր կարող իմանալ մի տարուց, կես տարուց, 2 տարուց ինչ է լինելու։ Ես կարծում եմ, որ եթե 18 իրադարձություններն ենք անդրադառնում, անտեսել է, որ դա տեղի է ունեցել ժողովրդական լայն զանգվածների մասնակցությամբ, ուղղակի մեզ կտանի սխալ տեղ եւ չի թողնի նաեւ ճիշտ իրավիճակը վերլուծել։ Թե ինչու ենք այդտեղ հասել, եկել, ինչպես կարելի էր արդյոք այդտեղ չհասնել, այստեղ էլ տարբեր մեկնաբանություններ կարող են լինել։ Իմ խնդիրը այն է, որ մենք հիմա ներուժը չունենք, որ այդ 18-ի բոլորի համար parzենք ոնց է եղել, ինչպես է եղել, արտաքին դերակատարներ մասնակցել են թե չէ, ինչ չափով են մասնակցել եւ ի վերջո նաեւ ազնիվ ու parz խորքային պատճառները ժողովրդական այդ աստիճանի ներկայության վերհանենք։ Կարծում եմ հիմա հատկապես ընդդիմադիր այս սահմանափակ ուժերը հաշվի առնելով մենք կարող ենք միայն հասկանալ Եթե նպատակները նույնն են, շատ լավ կարող են մարտավարությունները տարբեր լինել այդ նպատակին հասնել եւ կարող է այդտեղ լինել լռելայինից միջև պայմանավորված համագործակցություններ։ Ես խնդիր չեմ տեսնում, որ այդ հարցերը հնչում են, բայց այո, եթե իմ տեսակետն եք հաշվում, նկատի չունենալ, որ այդտեղ եղել է ժողովրդի մասնակցություն եւ իմ ուժն էլ, որը ես ներկայացնում եմ, ի վերջո այն հայտարարությունը, որը տարածել է եւ այն քվեարկությունը, որ ազգային ժողովում ունեցել է, դա եղել է հաշվի առնելով ստեղծված իրավիճակը որից մենք կարող ենք տարբեր թեորիական պատկերացումներ ունենալ, բայց կա կոնկրետ իրավիճակ։ Ոնց որ հիմա կա կոնկրետ իրավիճակ։ Թեորիապես գուցե շատ մտքեր լավ են հնչում, դատախազին ստիպել, ձերբակալել 54 պատգամավոր քվեարկել, բայց կոնկրետ իրավիճակ կա այն թիմը, որը կա ընդդիմության են ձայների քանակը, որը կա, ու այս կոնկրետ իրավիճակում ոնց կարող ենք հաջողության հասնել։ Նույնն է նաև 18-ին։ Տեսեք, արդյոք երկրորդ եւ երրորդ նախագահների միջև տարաձայնությունները անհաղթահարելի չեն։ Օրինակ 26-ին թույլ չտալու Նիկոլ Փաշինյանին գալ իշխանության։ Չէ,
չեմ կարծում, նաև լինելով Հայաստան խմբակցության կարծես ձեր կողմից կա ավելի շուտ Ռոբերտ Քոչարյանի այսպես նեղ թիմից կա մեղադրանք Սերժ Սարգսյանի հասցեն, որ դուք բերեցիք Նիկոլին։ Լինելով Հայաստան խմբակցության ներկայացուցիչ, նաև չեմ կարծում, որ մեղադրանք, այսինքն այդ հրապարակային բանավեճը եւ հրապարակային հարցադրումների հնչեցումը կարող է խանգարել ընդդիմադիր խմբակցություններին ինչ որ կետում նաև իրար հետ աշխատել նախ երկրորդ նախագահի հանդիպում ուսանողների հետ այդ հարցին անդրադարձ կար, որ ինքը օրինակ պատկերացնում է տարբեր ֆորմատներով համագործակցություն, ինչ որ կոնկրետ կոնսենսուսի արկայության պարագայում կոնսենսուս, որ այս իրավիճակը պիտի փոխվի, իշխանությունները պիտի հեռանան, թե ինչ ֆորմատ կլինի։ Մենք ունենք Գյումրիի ընտրությունների պատկեր, երբ որ շատ ավելի լարված հարաբերություններ ունեցող երկու ակտորներ ի վերջո իրար հետ 2-3 կետում կարողացան պայմանավորվածության գալ, նաև իրավիճակից ելնելով ու ստացվեց այնպես, որ ԿՊ-ն իշխանություն չձևավորեց Գյումրիում, երկրորդ քաղաքում։ Հիմա երկրորդ ու երրորդ նախագահների հարաբերությունները չեմ կարծում, էլի դրանից ավելի լարված են եւ կարող են, որտեղ ես հավատում եմ, որ բոլոր այս ուժերի մոտումի մասին մենք հիմա խոսում ենք, կա գերնպատակ, որը ամեն ինչից վեր է, ոչ թե հավատում, այլ նաև տեսնում եմ, էլի։ Տեսեք, ամեն դեպքում նաև հետեւյալ հարցը կա, ինձ հետաքրքիր է օրինակ Դաշնակցությունը միայնակ է գնալու ընտրություններին։ Մենք 26 թվականի ընտրությունների վերաբերյալ հավանական ընտրություններ, այսինքն ոչ թե հավանականն առումով, որ մենք կարծում ենք, որ այս 25-ը այնպես չի, որ շատ սահուն, առանց որևէ քաղաքական լուրջ իրադարձության գնալու են 26-ի ընտրությունների հերթական ու այսպես պետք է հիմիկվանից բաները, ֆորմատները պարզել։ Այդպես չենք տեսնում մենք 25, իրավիճակը այդպես չենք տեսնում ճիշտն ասած, հաշվի առնելով նաև եւ տեղեկությունները, եւ այս ընթացքը, որի մեջ գտնվում ենք, եւ զարգացումները, տարածաշրջանայինից մինչեւ ավելի կոնկրետ ասեմ, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցային գործընթաց։ Այդ իսկ հավանական ընտրությունները նաև չեն կարող չհասկանալ, որ 26-ին ամեն դեպքում ընտրություններ նշանակված են, բայց այդ ընտրությունների մասնակցության, չմասնակցության, ֆորմատի, ինչ ֆորմատով մասնակցության դեպքում քննարկում մենք դեռ չենք ունեցել։ Մեր մոտ մի քիչ նաև տարբեր է, որովհետև կուսակցության ղեկավար մարմինն է որոշում, որը կոլեգիալ մարմին է, ու ժողովն է մեր մոտ որոշում։ Դրա համար դա ինչ որ ընթացակարգ ունի, էլի, այսինքն ոչ թե միայնակ ինչ որ մեկը ասում է դե այսպես, այնպես։ Եթե կհասնենք այդտեղ, կարծում եմ, որ իրավիճակը հաշվի առնելով կլինի մեր նախորոշումը եւ հետո բնականաբար դրա հրապարակայնությունը։ Բայց երևի նաև ընդունելով, որ դուք հաջողության չեք հասել առնվազն 4 քաղաքական այսպես մեծ պայքարների արդյունքում, երևի սրտի խորքում հաշտվել եք, որ 26-ի ընտրություններով է, այսպես ասենք, իշխանության հարցը Հայաստանում որոշվելու եւ ինչքան էլ այսպես ընդդիմադիր զանգվածին տակ պահելու համար ասեք, չենք բացառում փողոցային պայքար եւ այլն, շատերը հենց այսօրվանից պատրաստում են 26-ին, այո։ Ես չեմ կարող մեղադրել, որը մեկինով պատրաստում է, դա մարտավարության իր ընտրությունն է։ Դուք հիմա ինձ ասում եք հաշտվել եք, ոչ թե հաշտվել չհաշտվելու մասին չէ։ Ես բավական ռացիոնալ բան եմ ասում։ Ես ասում եմ, որ վերջին 5 տարին մեզ մոտ շատ անկանխատեսելի են եղել։ Ես տեսել եմ ինչպես է 2022 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ հարձակում եղավ Ջերմուկի վրա, 13-ին ժամերի ընթացքում աննախադեպ մարդկանց քանակ հավաքվում ազգային ժողովի դիմաց։ Ես հասկանալով այս գործընթացները չեմ կարողանում դա ուղղակի բացառել։ Այսինքն ես հակառակը պատասխանատու եմ ինձ զգում բոլոր սցենարների, հնարավոր սցենարների մասին խոսել։ Այսինքն ես չեմ կարողանում բացառել, որ մինչև 26-ը տարբեր ֆորս մաժորներ կարող են լինել եւ խնդրարարություն եմ համարում հակառակը, որ հիմա ասեմ այլ ստանդարտ պայմաններում այո, չպետք է լիներ ասել, որ 26-ի ընտրություններ, 1 տարի հետո ընտրություններին դրան է պետք պատրաստվել, բայց երբ որ այսպիսի իրավիճակ կա, նույն անցած տարվա մայիսին մի կառավարության որոշումը, հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանի այցը Կիրանց եւ այնտեղ արած հայտարարությունները հսկայական շարժման հիմք հանդիսացան։ Հիմա ես ուղղակի անկեղծ եւ պրագմատիկորեն չեմ կարողանում բացառել, որ միջև 26-ը այսպիսի հայտարարություն որևէ չի լինի Ադրբեջանի հետ, որևէ փաստաթուղթ չի ստորագրվի ու կախված այդ տեքստից ինչ դա կարող է լինել։ Ես ուղղակի դա չեմ կարողանում բացառել եւ դրա համար չեմ կարողանում որևէ զարգացում բացառել, ոչ թե տակ եմ ուզում պահել։ Այո, բռնի տեղահանման փաստը այնքան դաժան փաստ էր, որ ընդդիմությունը նույնիսկ դա չկարողացավ օգտագործել իշխանափոխության նպատակով։ Արցախի բռնի տեղահանումը իսկապես շոկ էր եւ այո, դա նաեւ հսկայական կարող ենք ասել ցասում էր, բայց նաեւ շոկ էր, որը վերաբերում էր Հայաստանի ընտանիքների մեծ մասին, այսինքն երբ
Արցախում ճանապարհը բացվեց, ուղղակի մենք ունեինք այն թերապարակում կանգնած մարդիկ, ովքեր գնում էին իրենց հարազատներին դիմավորելու։ Եվ դու մի քիչ այդտեղ իսկապես հարց կա, էլի, մարդուն կարող ես արդյոք եւ ոնց կարող ես ասել քո հարազատին դիմավորել 9 ամիսով շրջափակման ուսովի մեջ եղել մի կողմ, այս ցույցերը պիտի այսպես շարունակվեն։ Այսինքն բոլորում եղել են օբյեկտիվ խնդիրներ, բայց էլի որ մենակ պաշտպանություն կամ ինչ-որ մեղադրանքներ չստացվի, որոնք իդեպ չկան։ Եթե այս ընդդիմությանը որևէ քաղաքացի մեղադրում է, որ փողոցով իշխանության հեռացնելու համար բավարար ենթակառուցվածքները չեն եղել եւ անհրաժեշտ կազմակերպվածությունը չի եղել, ընդդիմությունը առնվազն մենք դիմադրությունից հետո դա ընդունել ենք եւ ասել ենք, որ մեր հիմնական խնդիրը դա է եւ որտեվ դա հսկայական աշխատանք է։ Այդ մեղադրանքը ընդունել ենք, որտեվ դա այդպես է, չենք կարող չընդունել։ Տեսեք, Բաքվի դատանում տեսնում ենք ինչպիսի կեղծ մեղադրանքներ են դրված այդ մարդկանց վրա ու հասկանալի է թե ինչպիսի մեթոդներ է Ադրբեջանը օգտագործում կեղծ ասես ցուցմունքներ կորզելու, որի նպատակը ըստ էության երևում է որ Հայաստանին օկուպանտ հռչակելն է, ըստ էության դա է, հա։ Հիմա երբ որ երկրորդ նախագահն ասում է այս պատերազմը ինչ որ եղավ չպետք է լիներ, հրահարվեց մեր կողմից, հայերի կողմից եւ հայկական իշխանության կողմից եւ այլն, այնտեղ բանակցությունից է խոսում։ Սա վտանգավոր չի, եթե նույնիսկ դուք համարում եք, որ Փաշինյանը ձախողեց բանակցությունները եւ այլն, ասել այսպիսի բան, Տիկին Վարդանյան, դուք պարոն Քոչանին հարց չեք տալիս, չարժի գոնե այս հարցը ներքաղաքական տիրույթում օգտագործել, որովհետեւ ամեն մի բառ տառ կարող են այդ մարդկանց դեմ օգտագործել եւ հաջորդ մեղադրանքը լինի այն, որ ձեր երկրորդ նախագահն է ընդունում, որ հրահրել եք պատերազմ պարոն Հարությունյան կամ պարոն Իշխանյան։ Նախ, եթե չեմ սխալվում, երկրորդ նախագահի հայտարարությունները նրա մասին էին, որ տապալելով բանակցային գործընթացը եւ անելով հրահրել են հայերը եւ այլն, ապակառուցողական բանակցային գործընթացի տեսանկյունից ապակառուցողական ուլտիմատումային հայտարարություններ, դա չի բերում երբեք շահեկան տարբերակի։ Հիմա թե ոնց է ձևակերպել նախագահը, չգիտեմ էլի թե ամբողջականն է դա կամ ամբողջականը չէ։ Ես միշտ հղումները ամբողջական են բերում։ Հիմա այսինքն կարծում եմ միտքը այդտեղ պարզ է։ Եթե մեր տեսակետն եք հարցնում, այսինքն դաշնակցության տեսակետը, մեր տեսակետը միշտ պարզ է եղել։ Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չի եղել։ Ադրբեջանը 94-ից հետո պատրաստվել է հարձակման։ Երբ որ երկրորդ կողմը պատրաստվում է հարձակման ու մի քանի անգամ իրականացնում է, այո, քո գործը նաև առիթներ չտալ դրա համար, այսինքն բանը չստեղծել պատրվակը, բայց առանց պատրվակի էլ Ադրբեջանը պատրաստվում էր հարձակման եւ իր հարցերը ուզում էր լուծել ռազմական ճանապարհով։ Ադրբեջանը կնեք պատրվակ գտավ, ասեց հայերը հարձակվել են, ես էլ հակահարձակում եմ, բայց գիտենք որ հայերը չէին հարձակվել 20 թվականին էլի։ Միանշանակ Հայաստանը երբեք չի նախաձեռնել պատերազմ։ Չէ, նկատի ունեմ որ ՊԲ-ն է իբր հարձակվել, իրենք հայկական կողմը նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել պատերազմի նախաձեռնող ընդհանրապես։ Բայց այս հայտարարությունը վտանգավոր է, եկեք խոստովանենք էլի։ Հիմա դուք վտանգավոր եք համարում մեկնաբանությունը, որ բանակցային գործընթացը տապալել է եւ դա բերել է հարձակման հայկական իշխանություն։ Ես հասկանում եմ դաշնակցությունը չարել, անձամբ դուք չեք կարելի, հիմա դուք ուրիշի տեղն եք պատասխանել։ Ուրիշի տեղ պատասխանել չի, ես ուղղակի հասկանում եմ միտքը այդտեղ ինչ է ասվել, որ երբ որ հայտարարվել է, որ Արցախը Ադրբեջանը եւ վերջ, երբ որ Տավուշյանն այդ դիրքերի մարտերը անվանվել են, որ տարածաշրջանում հաղթական գործողություններ ադրբեջանական բանակին ջախջախող եւ այլն, դա կարող էին առիթներ հանդիսանալ։ Հիմա այստեղ հարցը այլ բան է։ Մենք, գիտեք, ես ինչից եմ ամենաշատ այս թեմայի հետ խնդիր ունեմ։ Վերջին շրջանում նկատվում է միտում ներհայաստանյան հայտարարությունները, ներհայաստանյան ոչ իշխանական դերակատարների կամ գործողությունների կամ ակցիաները ներկայացնել որպես հիմք Ադրբեջանի որևէ գործողության համար։ Պատմության մեջ այդպիսի դեպք չկա, հասկանում եք, չգիտեմ, Ադրբեջանը կարող է սա անել Հայաստանում, որտեղ այսպիսի ակցիա է տեղի ունեցել, որովհետև այսպիսի մեկնաբանություն է հնչել Ադրբեջանի սա։ Դե Փաշինյանն էլ ասում է, սիրելի ժողովուրդ, նա միլիարդների զենք էր գնում, այնպես չի որ ես ասացի Արցախը Հայաստանը եւ վերջ եւ Ալիևը կատաղեց ու սկսեց հարձակվել։ Պարզ է որ միլիարդների զենք է գրել, տասնամյակներով է պատրաստվել եւ իր խոսքերը, այո, Փաշինյան խոսքերը կարող էր ուղղակի նարատիվային պատերազմի մեջ միջազգային կազմակերպություններն ասել։ Եթե դուք ուզում եք հստակություն Փաշինյանին ինչու մեջ է նկատվում։ Տեսեք, դուք չեք ընդունում որ ձեր խոսքերը, տեսեք, դուք չեք ընդունում որ ձեր խոսքերը կարող է Ադրբեջանը օգտագործել եւ այլն,
նա էլ ասում է իմ դել չի կարող, եթե այդ նախ տարբերություն կա, շատ մեծ հսկայական տարբերություն կա իշխանության, գործող իշխանության ամբողջական երկրում իշխանության ունեցող ուժի հայտարարությունների եւ որևէ ոչ իշխանական ուժի հայտարարությունների գործողությունների ռևանշիստ է կոչում։ Դե ամբողջ ոչ իշխանականներին չէ, միայն ոչ իշխանականներին չէ, այստեղ է ամենամեծ հարցը։ ՔՊ-ն կարծում է, որ ռևանշիստներ են կոչում դաշնակցականներին, երրորդ նախագահներին, ամբողջ հարցը այն է, որ Ադրբեջանի համար ռևանշիստներ են բոլորս, եթե եղել ենք Արցախում, խոսում ենք Արցախայերի վերադարձի համար, եթե պաշտպանել են Արցախի սահմանները, հիմա եթե դուք ավելի հստակություն եք ուզում, ինչի մեջ է մեղադրվում Փաշինյանը, Փաշինյանը պատերազմի կոնտեքստում նկատի ունեմ, մեր կողմից պաշտոնական տեսակետը եւ նարատիվ, որ ամբողջ ընթացքում ասել ենք տարբեր ձևակերպումներով, մեղադրվում է բանակցային գործընթացը արդյունավետ չվարելու միջև պատերազմը, այդ թվում նաեւ 19-ի առաջարկը մեղադրել մերժելու, տարբեր իրարամերժ եւ ոչ կառուցողական հայտարարություններ անելու մեջ, որը Ադրբեջանը բնական է, որ կարող է օգտագործել այնպես ինչպես պետք է, բայց այն պահից, երբ որ Ադրբեջանը հարձակվել է, Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը, այդ թվում նախագահները իրենց պատրաստակամությունն են հայտնել ծառայել բանակին, լինել բանակի կողքը, իշխանության։ Ես այդ լավ հիշում եմ, գլխավոր մեղադրանքը կներեք մեղադրեցիք հրահարելու մեջ հայկական կողմի պատասխան։ Դուք տեսեք, կներեք, չէ, դուք Փաշինյանին մեղադրեցիք բանակցությունները տապալելու կամ լավ, մի խոսքով չի ընդունել այդ պլանը, դա էլ մի ուրիշ հարց է, բայց չասեցիք հրահարել, դուք անզգույշ խոսք չօգտագործեցիք։ Երկրորդ նախագահը օգտագործում է Տիկին Վարդանյանը։ Ես եւ երկրորդ նախագահը տարբեր մարդիկ ենք, տարբեր բառապաշարներ ունենք եւ մտքերը տարբեր կերպ են արտահայտում։ Դուք համաձայն չեք նրա այդ հուսամ։ Վստահ եմ, որ իմաստը իմ եւ իր ասածի նույնն է, բայց Փաշինյանի գլխավոր մեղադրանքը չի եղել այն, որ այն է, որ այն պահից, որ Ադրբեջանը հարձակվել է մեզ վրա, չի ձեռնարկվել ամբողջական կազմակերպական նաև աշխատանքները այդ պատերազմը չունենալու այն արդյունքը ինչ որ ունենք։ Դա տարբեր բան է, էլի, դա ուրիշ մեղադրանք է, դա մեղադրանք է ոչ պատրաստ լինելու մեջ, ոչ պրոֆեսիոնալ, կազմակերպված անկազմակերպվածության մեջ։ Դա օբյեկտիվ մեղադրանք կարող է լինել։ Իրոք, էլի, եկուց էլոր ինչ որ մի անկախ հանձնաժողով լինի, այդ փաստերն էլի հայտ կգան, որովհետև անկազմակերպ է շատ, հա, բայց ասել, որ հայերը հրահրեցին հայկական կողմը հայկական իշխանությունները, դա շատ վատ հայտարարություն է, էլի, ասածս դա է Տիկին Վարդանյան, շատ վատ հայտարարություն։ Ես ներկայացրեցի մեր նարատիվը, էլի եմ ասում, տարբեր մարդ, հիմա եթե ինձնից հետո մի հատ էլ գործընկեր իմ ֆրակցիայից հրավիրեք, տարբեր ձև կձևակերպի, չգիտեմ ինչ բառապաշար կօգտագործի։ Բայց դուք չեք ասում մենք ենք հրահարել, էլի։ Ես ասում եմ տարբեր ձև ենք ձևակերպում։ Նույնիսկ չեք ասում Փաշինյանն է հրահարել, էլի, տարբերությունը դա է։ Տարբեր ձև ենք ձևակերպում, նույն միտքը Փաշինյանի գործողությունները առիթ են տվել Ադրբեջանին իր համար ստեղծելու պատկեր, արդարացնելու իր գործողությունները, Փաշինյանի գործողությունները եւ հայտարարությունները։ Հիմա սա է ասվել։ Եթե ձեր բանն է, որ կարելի է այդ բառերով ասել, հրահրելը կոնկրետ մեղադրանք է, դե հիմա այս Փաշինյանի գործողությունները առիթ են տվել Ալիևին բանանելու։ Չէ, ասում է հայերը հայկական կողմը, նույնիսկ հետո վերջում նոր հայկական իշխանությունը։ Դե վստահ եմ, որ նկատի ունի գործող իշխանություններին։ Եթե այդ է հարցը, վստահ եմ, որ հուսանք Հայաստանի բնակչությանը նկատի չունի երկրորդ նախագահ այն, որ Հայաստանը նախաձեռնել է հարձակում։ Հայերը ազատ ֆորմատով խոսք է եղել, վստահ եմ, որ նկատի ունի գործող իշխանությունները, վստահ եմ, ուղղակի չի կարող այլ տարբեր։ Նաև որպես կամ էլ ուրիշի համար էր խոսում։ Դրսի համար։ Ինչ նկատի ունեք։ Տեսեք, ես երբեք չեմ ասի հայերը, ասենք բան են անում, հանրահավաք են անում հրապարակում, կասեմ մեր հայրենակիցներ, Հայաստանի քաղաքացի հայեր, ես ինձ չեմ տարանջատի հայերից, էլի։ Չեմ կարծում այդտեղ տարանջատում կա եւ հասկանում եմ ես դուք ինչպես կձևակերպեք, ես ինչպես կձևակերպեմ։ Դա մենակ մենք տարբեր մարդիկ ենք։ Հիմա այստեղ այս ձևակերպումով տեսնել, որ երկրորդ նախագահը իրեն տարանջատում է հայերից, երկրորդ նախագահը հայերին է համարում պատերազմի պատճառ, կարծում դա շատ պետք է ուզենալ, որ այդպես տեսնել։ Ես որպես մարդ նաեւ որ բարբերաբար շփվում եմ, որևէ այդպիսի մեղադրանք իր կողմից չեմ տեսել, ոչ մեր ժողովրդի, ոչ տարանջատում է ժողովրդից, պարզապես չեմ տեսել, խոսքի առանձնահատկությունները միշտ կարծում եմ այսպես դեպքում մեղադրանք չի դառնա Բաքվի բանտում, անկեղծ եմ ասում։ Ես էլ հույս ունեմ, բայց ելի եմ կրկնում, կարևոր նախ այդ մեղադրանքը արդեն կա, դատախազություն Ադրբեջանի պաշտոնապես դիմել է Հայաստանի դատախազությանը, մենք չգիտենք դրան ինչ են պատասխանել, ու ելի
եկեք մի բան պայմանավորվենք, էլի որ Հայաստանի ներքաղաքական ակտորների գործողությունները, հայտարարությունները գոնե մենք չօգնենք Ադրբեջանին, որպեսզի հիմք հանդիսանան իրենց որևէ գործողության։ Երբ որ մենք դրոշ վառելու համար բան ենք անում, ասում ենք Ադրբեջանը դրա համար է կրակում, երկրորդ նախագահը սա հայտարարեց դրա համար Ադրբեջանը սա կանի, կամ ինչպես Արարատ Միրզոյանն էր ասում, դուք այս խնդիրներից խոսում եք, նավոդկա եք տալիս։ Այստեղ խնդիր չեք տեսնում, մի հատ ձեռագրի, որը բոլոր մեղքերում Հայաստանի ոչ իշխանական դերակատարներին է փորձում ջարդել բոլոր մեղքերը դերակատարներին։ Չմեղադրել սեփական ժողովրդին, էլի, հրահրելու մեջ։ Այո, սեփական ժողովրդին ընդհանրապես պետք չի, չենք էլ կարող օբյեկտիվ որևէ հիմք չունենք պատերազմ նախաձեռնելու հրահրելու մեջ մեղադրել, վստահ եմ երկրորդ նախագահը դա նկատի չէր կարող ունենալ։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել են Քրիստինե Վարդանյանին։